Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, հուլիսի 31-ի լրահոսն է ամփոփում օրակարգ լրատվականը, առաջարկում եմ ամենակարևորին ծանոթանալ նախամարոտ։ Անկախության պատմության առաջին ջրամբարը երկրի հողատարածքների համար կապահովի լրացուցիչ 32 միլիոն խորանարդ մետր ջուր, Վեդիի շինհրապարակ է այցելել վարչապետ Կարապետյանը։ Ալաբինոյում շարունակվում է ռազմական օլիմպիադան, միջազգային բանակային խաղերում հայ զինվորները ուժերն են չափում տանկային բիաթլոն, հետախույզների և դիպուկահարների մրցաձևերում։ Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի արժանի գործընկեր 2017 զորավարժությունները, Հայաստանը ամենամեծ զորակազմը ունեցող մասնակիցների թվում է։ Մոսկվան տուն է ճանապարհում 755 ամերիկացի դիվանագետի, Պուտինի որոշման պատճառը Միացյալ Նահանգների հակառուսաստանյան պատժամիջոցներն են։ Սահմանադիր ժողովի ընտրությունը Վենեսուելայում ուղեկցվել է տասնյակ ցուցարարների սպանությամբ, ընդդիմությունն ու Վաշինգտոնը մերժում են ընտրության արդյունքը։ Գլխաշորը վերադառնում է Թուրքիայի քաղաքական օրակարգ, թուրքուհիները բողոքում են կրոնական սահմանափակումների դեմ։ Կրկնակի սպանություն Սևանի ափին, ձերբակալվել է երկրորդ սպանությունը կատարողը, նա առաջին սպանվածի որդին է։ Հայ Նիկոլո Պագանինին, Նիկոլայ Մադոյանը անընդմեջ նվագել է 33 ժամից ավելի ու հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Եվ շտապ օգնության դիմողների թիվը ավելացել է, շոքից տառապում են արյան բարձր ճնշում և սիրտանոթային քրոնիկ խնդիր ունեցողները, բարձր ջերմային ֆոնը կպահպանվի ևս մի քանի օր։ Եվ այսպես 3 տարում նախատեսվում է ավարտել անկախ Հայաստանի պատմության առաջին ջրամբարի շինարարությունը։ Վեդիի ամբարը 7500 հեկտար հողատարածքների ոռոգման խնդիր կլուծի։ Այս մասին տեղեկացրել են վարչապետին շինհրապարակում։ 2020 թվականից ամբար 29.5-ի փոխարեն տարեկան մոտ 32 միլիոն խորանարդ մետր ջուր կլծվի։ Արդյունքում հնարավոր կլինի խնայել նաև Սևանա լճի ռեսուրսը։ Ուղիղ 3 տարուց 120 հեկտար այս մակերեսը կլծվի Վեդի և Խոսրով գետերի ջրերով, կլծվի ավելի շատ, քան մտածում էին Վեդիի ջրամբարը նախագծելիս, 29.5 միլիոն խորանարդ մետրի փոխարեն 2.5 միլիոնով ավելի։ Շինհրապարակ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել են, եկող տասնամյակներում մոտ 32 միլիարդ խորանարդ մետր ջուր կապահովի Արարատի մարզի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը։ Գյուղատնտեսության զարգացմանը նպաստելուց բացի ահռելի ջրամբարը կաջակցի Սևանա լճի էկոհավասարակշռության վերականգնմանը։ Սևանից տարեկան տնտեսվող 18 միլիոն խորանարդ մետր լճի ջուրը կուղղվի դեպի նոր 2800 հեկտար հողատարածքներ ու այգիներ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ջրամբարի ու ոռոգման համակարգի կառուցման 90 միլիոն եվրո վարկը հատկացրել է Ֆրանսիայի զարգացման գործակալությունը, համաֆինանսավորում է Հայաստանի կառավարությունը, 150 աշխատող ձգտում է մասշտաբային այս նախագծի շինաշխատանքներն ավարտել 2020-ի կեսերին։ Վարչապետը հետաքրքրվել է նաև ներդրումային ծրագրերի ընթացքով։ Արարատի մարզից կառավարությունը ներկայացվել շուրջ 2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր։ Մասնագետներն ի դեպ վերլուծությունները պետք է անեն տեղում, ոչ թե միայն երևանյան առանձնասենյակներում նստած։ Պետք է մարզերով իրանք անցնեն, այն վերլուծությունները, որոնք իրանք անում են, մի անգամ մարզում անեն, մի անգամ ցույց տան։ Հաջորդ անգամ այս վերլուծությունը, որ մենք ունենք, հիմա յուրաքանչյուր թվերի հետ կապված, մենք Երևանում նստած բավականին լուրջ վերլուծություններ ենք անում։ Մարզպետի խոսքով մինչև տարեվերջ Արարատում պետություն մասնավոր գործակցությամբ ընդհանուր 72.6 միլիարդ դրամի ներդրումային ծրագրերով կհիմնվեն ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ այգիներ, արտադրամասեր, ճանապարհներ կկառուցվեն։ Առայժմ անհամադրելի է մնում ծախսերի համամասնությունը։ Մանկապարտեզը մի շնչին այսքանա ծախսում, նույն կողքի մանկապարտեզը մի երեխային սնունդ այսքանա ծախսում։ Առաջի դեսանտը ուղարկում եք ստեղ։ Եվ ֆինանսական բլոկում վարչության պետի առջև դնում եք այն թիրախները, որին իրանք պետք է հասնեն, որպեսզի ինքը զեկուցի մարզպետին ու մարզպետը հստակ իմանա, թե ինչ հորիզոնի առաջ են կանգնած։ Առայժմ համայնքային եկամուտները հավաքվում են 36%-ով, չնայած աճել են, բայց քիչ է, վարչապետը դեռևս դժգոհ է։ Ձեր սեփական եկամուտը 4 միլիարդ պետք է լինի 21-ի փոխարեն։ Ամենալավ, ամենաբարվոք մարզերից մեկն է։ Դա չի նշանակում, որ մենք խնդիր չունենք այստեղ։ Աշխատող ժողովուրդ է, բայց այս ֆինանսական կարգապահությունը ուղղակի չափից դուրս վատնա, չափից դուրս։
Արարատի մարզում 18507 հեկտարի վրա գյուղմթերք է ցանվել։ Վարելահողերի 73.5%-ը մշակվել է։ Մարզպետի տվյալով նոր ջրանոցներ, ջերմոցներ ու սառնարանային տնտեսություններ են ստեղծվել, ինտենսիվ այգիներ հիմնվել։ Արմինե Ուդումյան, օրակարգ։ Հակամարտող աշխարհի 28 երկիր մերձ Մոսկվայում երրորդ անգամ բանակային խաղ է խաղում։ Մասնակիցների թվում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Շատ լավ գաղափար է, որ տարբեր երկրների զինված ուժերը կարող են հմտությունները չափել խաղաղ պայմաններում։ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կարծիքն է։ Ռեսպուբլիկա Արմենիա։ Միջազգային բանակային խաղերը յուրօրինակ ռազմական առաջնություն է, որտեղ տարբեր երկրների զինվորական ուժերը մրցում են իրենց մարտական հմտություններով։ 28 մրցաձևում ուժերը չափելու են եկել 4000 զինվորական։ Հարգելի մասնակիցներ, հիշեք, որ հաղթանակը դա միշտ հաղթահարումն է ինքդ քեզ եւ քրտնաջան աշխատանքի ու ինքնանվիրումի արդյունքն է։ Ուշագրավ է, որ բանակային խաղերի հարկի տակ հավաքվել են Ասիան, Եվրոպան եւ Աֆրիկան ներկայացնող պետություններ, անկախ հանգամանքից հակամարտող կողմեր են, թե բարդ հարաբերություններ ունեն։ Խաղերին առաջին անգամ մասնակցում են Իսրայելն ու Սիրիան, ցանկում ուշադրություն են գրավում հակամարտող Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա մեզ համար այս առավելություն, մենք եւս մեկ անգամ, այսպես ասած, հնարավորություն ենք ունենում հակառակորդին ցույց տալ մեր զինվորի ժամկետային զինվորի պատրաստությունը։ Բոլոր պետություններից մասնակցում են սպայական եւ պայմանագրային կազմ, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներկայացում են ժամկետային զինծառայող։ Հայ զինվորներն իրենց ուժերը կչափեն տանկային բիատլոն մարզաձևում, զուգահեռաբար իրենց հմտությունները կստուգեն սակրավորները, հետախույզներն ու դիպուկահարները։ Մրցակիցների թիվը շատացել է, պայմաններն էլ բարդացել։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ակնկալում է, որ մեր թիմերը պատվով կներկայացնեն հայկական բանակը։ Շատ լավ գաղափար է, որ տարբեր երկրների զինված ուժերը կարող են իրենց հմտությունները, իրենց կարողությունները փորձել նաև խաղաղ պայմաններում։ Սրանք առաջի հերթին բանակների միջև փոխգործակցության եւ համագործակցության շատ կարեւոր գործոն են։ Շատ կարեւոր է, որ այս միջոցառումների միջոցով բանակները բացվում են նաև հասարակությունների համար։ Դիտարժան մարզաձևերի տանկային բիատլոնում հայ զինվորներն արդեն միջազգային նվաճումներ ունեն։ Այս տարվա առաջին մասնակիցները շտապում են տեղանքի առանձնահատկությունները քննարկել ընկերների հետ։ Հիմա մեր մնացած անձնակազմերին արդեն մենք մեր ունեցած փորձը արդեն իրենց կփոխանցենք, դաշտին ծանոթը ավելի իրենց կդարձնենք ու իրենց սպասումները, իրենցից այն սպասումները, որ ունենք, որ իրանք պետք է անեն, դա հաստատ իրանք կարդարացնել։ Մերձ Մոսկովյան Ալաբինո զորավարժարանում մասնակից պետությունները ներկայացել են նաև իրենց մշակույթով դաշտային խոհանոցի ուտեստներով։ Բանակային խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 12-ը։ Միջազգային դրության ֆոնին այս խաղերից գլխավոր ակնկալիքը ոչ թե պետությունների մարտունակության, այլ խաղաղության նիշի բարձրացումն է։ Սարա Օհանյան, Նատակ Խևոնդյան, օրակարգ, Մոսկվա։ Հայկական բանակի 40 հոգանոց թիմ էլ Վրաստանում է, ՆԱՏՕ-ի արժանի գործընկերները այնտեղ են զորավարժություն անում։ Մասնակցությունից հրաժարվել է Ադրբեջանը, չբացատրելով թե ինչու։ Այդ երկիրը վերջերս նաև Ռումինիայի զորավարժություններին չէր մասնակցել։ ՆԱՏՕ-ի Վրաստանում կազմակերպած Nobel Partner 2017 զորավարժությանը մասնակցում է 8 երկրի 2800 զինծառայող։ Զինվորական հմտությունները ցուցադրելու հնարավորություն ունի նաև հայկական բանակի 40 հոգանոց թիմը։ Ներկայացված է ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալի կազմով, որի վրա դրված է ամբողջ զորավարժության ընթացքում ողջ անձնակազմի իրական կյանքի բուժապահովում։ Ամենամեծ զորակազմով ներկայացել է Միացյալ Նահանգները 1421 զինվորական, ամենափոքրը Թուրքիան, ընդամենը 3 հոգի։ Զորավարժությանը մասնակցելուց հրաժարվել է Ադրբեջանը։ Մենք համագործակցում ենք մասնակից երկրների հետ եւ անհամբերությամբ սպասում ենք համատեղ գործողություններին։ Զորավարժությունն ավելի տպավորիչ եւ լիարժեք անցկացնելու նպատակով ամերիկյան զինվորական տեխնիկայի մեծ խմբականակ է բերվել Վրաստան։ Ավարտից հետո դրանք նորից կվերադարձվեն ԱՄՆ զինված ուժերին։ Առաջին անգամ է, որ Վրաստանում այսքան ամերիկյան զինտեխնիկա է բերվել եւ այս ամենը կիրառվելու է զորավարժության ընթացքում։ Վազիանիում երրորդ նման զորավարժությունն է անցկացվում։ Նախորդ 2 տարում մասնակցում էին միայն Վրաստանը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան։ Նպատակը ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ռազմական ունակությունների բարելավումն ու համագործակցության ամրապնդումն է։ Մուշեղի Սախանյան, Գիվի Փեյքտիշվիլի, օրակարգ, Թբիլիսի, Երևան։
Ուրախալի լուր բժիշկները վերականգնել են Արցախում հակառակորդի գնդակից վիրավորված Միասնիկ Հովհաննիսյանի տեսողությունը։ Զինծառայողի մի աչքը լիարժեք տեսնում է, մյուսի դինամիկան էլ դրական է, օրակարգին ասել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հունիսին առաջնագծում վիրավորված Արմեն Վարդանյանն ու Յուրի Զաքարյանն էլ արդեն տանն են, այս մասին մեզ հայտնեցին կենտրոնական հոսպիտալից, իսկ ուրբաթ պարավաքարի դիրքում վիրավորված Արթուր Մայրանյանը բուժումը Երևանում է շարունակում, վիրահատության կարիք չունի։ Սահմանամերձ այգեհովիտի ընտանիքներից մեկում զորացրման ուրախություն է, Արայի տունդարձի օրն էլ կրակել են։ Սովորական բան է ապրիլյան քարորիայում ու ծառայության մեջ կամքը կոփած տղայի համար։ Հիմա տանն է, պարտեզի վարդերն է մշակում, ծննդավայրից հեռու ապրելու միտք նա չունի։ Տունը չէ, աշխարհն է լցվել ուրախությամբ, Թորան Կարոտը դեռ մի լավ չառած, ասում է Արուստատը, զինվորը տուն է վերադարձել։ Վերնեմ սիրակյանքին, վերջապես հասավ մեզին բալը։ Բոլոր զինվորատեր ծնողներին նույն բերկրանքը մաղթում է մայրը։ Ցանկանայի, որ բոլոր մայրերի որդիները ծառայեն եւ ողջ եւ առողջ վերադառնան իրենց ծնողներին։ Խոջումյաններին առաջին աչքալուսանքը դրացիներից էր։ Աչքը լուսլի բալաջան, ապրես, ապրես։ Դպրոցի տնօրենն էլ հարևան է, Արայի զինղեկն է եղել, ասում է չգրված օրենք է, մերոնք ամոթով չեն թողնում։ Այսօրվա զորացրվածներին, որ ես նայում եմ, ինքս հպարտություն եմ ապրում, որ մենք նման տղաներ ունենք։ Զինվորական ծառայությունը նոր ավարտած ընկերը Խոլյան էլ եկավ, 2 տարի իրար չէին տեսել, հոր եղբոր անակնկալներ։ Ատլետիկ կազմվածքով Արան լավ մարզավիճակում է մեկնել բանակ, ասում է բանակը մեծ փորձառություն է, կամքն է զորացնում։ Այդ տղեն պետք է ծառայի, այդ իր հետագա կյանքի ընթացքում այդ ինքը իրան երկար ժամանակ պետք է։ Ցնդես սովորել ես, որ երկար մտածես, որպես սխալներ չանես։ Զինվորական ծառայությունը Արցախում էր, ապրիլյան քարորիայի ծանր մարտերի մասնակիցը քիչ է խոսում այդ օրերից։ Սահմանամերձ այգեհովիտ գյուղում ականջը փոքրուց է սովոր կրակոցներին, ասում է իր տունդարձի օրն էլ կրակում էին։ Պապաս հորողբերը սահմանային առաջվա կռիվներին մասնակցել են, որ արդեն այստեղ սահմանում ենք ապրել, մեծացել, այնտեղ լիքը բաներ հեշտ էր մեզ համար։ Հայրը Ռուսաստանում է, բայց ինքը չի գնա։ Այստեղ լավ ուզենանք ստեղել, կաշխատենք, ուզենանք ստեղել ամեն ինչ կանենք։ Իջևանի մարզադպրոցի նախկին սանը 15 տարեկանում քինգ բոքսինգ մարզաձևից մեր երկրում երկրորդն էր իր տարեկիցների մեջ, ֆիզկուլտ ինստիտուտում կշարունակի ուսումը։ Գայանե Թամամյան, Մեհեր Թամրազյան, օրակարգ։ Միջազգային օրակարգից 755 ամերիկացի դիվանագետ կլքի Ռուսաստանը, դրանով նրանց թիվը կհավասարեցվի Միացյալ Նահանգներում աշխատող ռուս դիվանագետների թվին, նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումն է։ Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում նա նշել է, որ որոշման պատճառը Միացյալ Նահանգների քայլերն են ուղղված ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը։ Օգոստոսի 1-ից դադարեցվում է Միացյալ Նահանգների դիվանագետների կողմից Մոսկվայի Դորոժնայա փողոցում պահեստային տարածքների ու Սերեբրյանի բորում առանձնատների օգտագործում։ Վաշինգտոնը անհիմն է համարում Մոսկվայի որոշումը։ Թբիլիսին ակնկալում է, որ Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայել Սաակաշվիլին, որ զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, կարտահանձնվի Վրաստանին, իսկ երբ դա լինի, նրան կձերբակալեն դեռ 2014-ին առաջադրված падգամավորին ծեծելու, փող հյուրացնելու, խաղաղ ցույցրելու եւ հեռուստաընկերության վրա հարձակվելու մեղադրանքներով։ Իդեպ Սաակաշվիլին հայտարարել է, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու համար եւ երբ դա լինի, նրա խոսքով Պյոտր Պորոշենկոն պաշտոնանկ կարվի։ Թուրքիայում վերջին մեկ շաբաթում սոցցանցերում արված քաղաքական հրապարակումների պատճառով ձերբակալվել է 168 քաղաքացի։ Բացի դա, տասնամյակներ չլուծվող գենդերային խտրականությունը ցուցարարների է փողոցանել։ Ընդդեմ ավանդական հագուստի ու հանուն տարրական իրավունքների պայքարի են դուրս եկել կանայք։ Կադրերում միայն 1 կամ 2 տղամարդ կտեսնեք։ Ստամբուլի Քադıköy թաղամասում ցույցի դուրս եկած թուրք կանանց կարգախոսը մեկն է՝ մի խառնվեք մեր հագուստին։ 1000-ից ավել կանայք ցույցի են դուրս եկել ոչ միայն պաշտպանելու իրենց ազատ հագնվելու, այլև խոսքի, կրոնական ու աշխատանքի իրավունքները։ Այս տարիների ընթացքում կրոնական ճնշումները վերածվել են կանանց նկատմամբ քաղաքականության։ Մենք ամեն վայրկյան կանանց իրավունքները սահմանափակող ճառեր ենք լսում։ Նույն օրը երեկոյան Ստամբուլի այգիներից մեկից անվտանգության աշխատակիցը բռնությամբ դուրս է բերել մի կնոջ, պատճառաբաներով հասարակական վայրի համար անպատշաճ հագուստը։ Ասացի դուք իրավունք չունեք ինձ ասելու որտեղ ինչ հագնել, ինչից հետո նա սկսեց գոռալ եւ հայոյել։
Այս դեպքի հաջորդ օրը նույն այգում կանանց իրավունքների պաշտպանության տարբեր միավորումներ ցույց են սկսել։ Ես շատ ուրախ եմ այս ցույցի համար, քանի որ հասկացա, որ մենք միայնակ չենք, մերպես մտածող հազարավոր կանայք կան։ Ցուցարարները դատական հայց են ներկայացրել անվտանգության աշխատակցի դեմ։ Իդեպ Թուրքիայում կանանց հագնվելու ու մասնավորապես գլխաշոր կրելու բուռն վեճերը չեն դադարում արդեն մի քանի տասնամյակ։ Լիլիթ Մուրադյան, օրակարգ։ Միջազգային օրակարգում են նաև Վենեսուելայի պատմության ամենախավար օրերը բնորոշումը նահանգապետ Միրանդա Էնրիկեի թվիթերի էջից է։ 4 ամսում ցույցերը 100-ից ավելի կյանք են խլել, այժմ էլ ընդդիմությունը դեմ է 3 կայացած սահմանադիր ժողովի ընտրությանը, որը նախագահ Մադուրոյի որոշումն էր, Միացյալ Նահանգների բնորոշմամբ ավտորիտարիզմի ճարտարապետություն։ 16 զոհ 24 ժամվա ընթացքում։ Վենեսուելայում կիրակի կայացած սահմանադիր ժողովի ընտրությանն ուղեկցող ցույցերը մահաբեր էին, իսկ նախագահ Մադուրոն տոնում էր հաղթանակը։ Tenemos asamblea constituyente. Սահմանադիր ժողով ընտրելու եւ սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունը հենց նախագահինն է։ Միացյալ Նահանգները զգուշացնում է հետևանքների մասին։ Մեր կառավարությունը մտադիր է միջոցառումներ ձեռնարկել ընդդեմ Վենեսուելայում ավտորիտարիզմի ճարտարապետների։ Նիկոլաս Մադուրոյին այդ կարծիքը մեղմ ասած չի հետաքրքրում։ Del emperador Donald Trump que ellos no reconocen los resultados de las elecciones. Այսօր տիրակալ Դոնալդ Թրամփի խոսնակը հայտարարեց, որ չեն ընդունի սահմանադիր ժողովի ընտրության արդյունքը։ Մեր ինչին է պետք, թե ինչ է ասում Թրամփը։ Մեզ մտահոգում է, թե ինչ է ասում Վենեսուելայի ինքնիշխան ժողովուրդը։ Երկրի հիմնական օրենքը փոխելու նախագահի քայլն ընդդիմությունը համարում է սահմանադրության խախտում, քանի որ ընտրություն անցկացնելու համար նախ պետք է հանրաքվե անցկացվեր։ Nosotros no reconocemos ese proceso fraudulento. Մենք չենք ճանաչում այս խարդախ գործընթացի արդյունքը, մեզ համար այն զրո է, գոյություն չունի, մենք շարունակենք պայքարել, ոչ մի վենեսուելացի չպետք է մահանա միայն լավ ապագա ուզելու համար։ Վենեսուելայի տարբեր քաղաքներում մոտ 4 ամիս շարունակվող բողոքի ակցիաների զոհերի ընդհանուր թիվը հայտնի չէ, բայց գերազանցում է 110-ը։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ Վերադառնանք Հայաստանյան լրահոսին 2017 թվականի առաջին 6 ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 8425 մարդ։ Նորագոյացություններ, շնչառական հիվանդություններ, մարսողական խնդիրներ ու դժբախտ պատահարներ, սրանք մահացության հիմնական պատճառներն են։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017-ի առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշների նախնական տվյալները։ Երկրում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա։ Հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը 2.079.000 է, ծնունդների թիվը նվազել, մահացությունների թիվը ավելացել է։ Ծնունդների ամենաբարձր ցուցանիշները ստացվել են Երևանից, Արագածոտնից ու Կոտայքից։ Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է շուրջ 12 երեխա, կենդանածին երեխա, իսկ մահվան դեպքերը կազմել են 9.9, այսինքն շուրջ 10 դեպք մահվան 1000 բնակչի հաշվով։ Սևանի լողափերից մեկում հանգիստը կիրակի երեկոյան կրկնակի սպանությամբ է ավարտվել։ Ահազանգից հետո ոստիկանությանը Սևան բուժկենտրոնից հաղորդել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Աշոտ Հովհաննիսյանի մարմինը։ Ըստ տեղեկությունների, նա Սևանի Միրաժ հանգստյան գոտու սեփականատերն է։ Սպանվածի որդին 36-ամյա Էդգարը հետապնդել, ավտոմեքենայից իջեցրել ու որսորդական հրացանով կրակել է վիճաբանության մասնակից Դավիթ Արաքելյանի վրա, որը ևս մահացել է։ Էդգար Հովհաննիսյանը ձերբակալված է։ Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 28-ից 31-ը հանրապետությունում մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպք է եղել, դեռևս չի բացահայտվել դրանցից 4-ը։ Օգոստոսի 8-ից 11-ը առավոտյան ժամը 6-ից մինչև 9 ընկած ժամանակահատվածում Երևանի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները կանջատվեն։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ պատճառը հեռուստաաշտարակի հիմքի, մետաղական կառուցվածքների և հանգույցների տեխնիկական վիճակի պլանային զննումն է։ Հանրապետության մարզերում հեռուստա-ռադիոալիքների հեռարձակումը կիրականացվի բնականոն ռեժիմով։ Ավելի քան 40%-ով պակաս բերք նախորդ տարվա համեմատ, տևական երաշտի, իսկ տեղ-տեղ կարկուտի հետևանքով խոտի բերքահավաքի նման պատկեր է Գեղարքունիքում։ Լեռնային գոտիներում խոտհարքերի զգալի մասը հնձի ենթակա չէ։ Որոշ տարածքներում հեկտարից հազիվ կարողանում են հավաքել 500-ից 1000 կիլոգրամ խոտ։ Մարզում հաշվառված է 117,000 մանր ու խոշոր եղջերավոր, ու խոտը ձմռանը կարող է չհերիքել։
Մեկ տար տաշտից ստացել ենք ամենը 30 թուղթ։ Եթե ուզում ենք 70 փոխենք, պետք է ստիպված օգնենք շուկայից։ Շուկայում 1200 դրամ է։ Մի ամիս հետո էլ ավելի թանկ լինի, 1300-400 կարող լինի։ Հագվեցիները խոպանի իրենց այլընտրանքն են գտել։ Գյուղացուն հողին կապելու համար բավական են Սեդվիի, Գետահովտի, նախկինում համբավավոր այգիները։ Տեղացիները մշակումները սկսել են, սպասում են հարմար տոկոսներով վարկերի ու ջրի, գետի ջուրը չի հերիքում։ Հայաստանում է ուժը խաչքարի, Հայաստանում է ոգին առնական, Հայաստանում է հայի ապագան։ Այնպես որ ես այսօր շնորհակալություն եմ հայտնում Ռուսլան Կիրակոսյանին, որ մեր համար այս տարի գոնե թեկուզ ժամանակավոր սեզոնային աշխատանք ասա, բայց մեր համար գոնե աշխատատեղ բացվեց։ 7 հեկտարի վրա հատապտուղների այս այգին հիմնելու գաղափարն էլ ծնվեց Ռուսաստան չմեկնելու ցանկությունից։ Հարցը դրվեց Հայաստանից տեղափոխվենք Ռուսաստան։ Տղես ընդեղ ապրեմ, Մոսկվայում ապրեմ։ Ես չհամաձայնվեցի, ինչ անես, բա պարապ մնաս, ինչ անես, ասի պարապ չեմ մնա, մեր պապական հողեր կա, Սեդվի։ Սեդվի Գետահովտի 35 հեկտար այգիները հիմնվել են դեռ 19-րդ դարում։ Մեծ համբավ ունեն եւ լավագույն պտուղները Հագվիի Ստալինի անվան կոլտնտեսությունն առաքում էր Ստալինի նստավայր։ Հետո սեփականաշնորհում ջրագծերի վթար, ծառերի չորացում։ Ռուսլանը սկզբում 3 հեկտար գնաց, հետո եւս 4-ը։ Նախնական գումարը ներդրեց որդին։ Ծրագրեմ կա, որտեղ 2 հեկտար էլ գնենք, ջուրը զորով քանին կբավականացնի։ Ջրի մասին։ Այգետարածները գնել շուրջ $5 միլիոն էր ներդրել, երբ եկան թե գետակի վրա հեկ ենք կառուցել։ Հագվեցիների հետ պայքարեցին գետը չորացնող այդ ծրագրի դեմ։ Առայժմ բարեհաջող։ Ամռանը ջուրը հազիվ է բավարարում նորատունկ այս այգիներին։ Արդեն ակնհայտ է, որ նախկին 35 հեկտար այգին վերականգնելու համար ջուր չկա եւ ստիպված կլինեն նաեւ ջրամբար կառուցել։ Դա հետո, բայց հիմա արդեն այգիների ընդարձակման համար փող է պետք։ Ծրագիր են ներկայացրել։ Մի քանի փուլով անցնելուց հետո ասել են՝ լավ, հիմա սպասում են պետական էժան փողին։ Պայմանավորվել են, որ 5%-ով կարելի է տալ, 5%-ով եթե ինձ վարկավորեն, կարունը բոլոր աշխատանքները կսկսվի շարունակվի լինելի, այսինքն մի 10,000 թու մոշ կցանվի, մի 500 հատ հոնի պոպոկի ծառեր։ Ամռան բերքահավաքի վերջին պտուղներն են իրացնում։ Էկոլոգիապես մաքուր հատապտուղը մեծ պահանջարկ է վայելում։ Մեծ եկամուտներ են խոստանում նաև փորձնական դրված կուլտուրական մոշի թփերը։ Ուստի նոր գնված 2 հեկտարի վրա հենց մոշի այգի են հիմնելու։ Ամգինն հարմար, շուկայում 2000 դրամի չափով է տենց, ամեն բերքատվությունը 20 կիլոից 30 կիլո բերքատալի։ Բայց ծրագրերը սրանով էլ չեն ավարտվում։ Նաև մորի, մոշի ու հոնի վերամշակում։ Մորն ու մոշը սառեցված ու պահածոյացված Ռուսաստան ու Եվրոպա կարտահանեն, աղդրած հոնը Իրան։ Հույս ունենք, որ երևի 50 մարդ տարվա ընթացքում 8 ամիս, 7-ից 8 ամիս կաշխատեն։ Այգետերն ակնկալում է, որ 2-3 տարվա ընթացքում տարեկան 60-ից 80 տոննա բերք կստանա։ Ծրագրում է աշխատողներին մասնակի վճարել նաև ձմռան ամիսներին։ Այս կերպ պահպանել որակյալ աշխատուժը։ Թե չէ այս տարի բերքահավաքի ամիսներին դժվար էր անգամ 5-ից 8000 դրամ օրականով քաղաքներ գտնելը։ Հրաչապապինյան, Արմեն Հովսեփյան, օրակարգ։ Շարունակենք, եթե որևէ քայլ չձեռնարկվի, կկորցնեք Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին, հետնել պատերին պահպանված 17-ից 18-րդ դարերի որմնանկարները։ Այսօր ահազանգել է անկախ հետազոտող Տիգրան Մկրտչյանը։ Եկեղեցու արևմտյան տանիքը ամբողջովին փլված է եւ անձրևաջրերը ողողում են Վայոց ձորում պահպանված ամենակատարյալ որմնանկարները, նշել է Մկրտչյանը, պատասխանատուներին հորդորելով գոնե ժամանակավոր ծածկով պաշտպանել եկեղեցին։ Անձրևաջրերը բոլորը ողողում են այս ուրեմն հրաշք որմնան պատկերները, որոնք մենք կորցնելու ենք, շատ շուտով կկորցնենք դա, եթե որևիցե քայլ չձեռնարկվի այս ուղղությամբ։ 9-րդ Արիտուն ծրագրի 7-րդ փուլի մասնակիցները հայրենիքում են, 102 սփյուռքահայ երեխաներ 13 երկրից եկել ու 9 օր շարունակ կապրեն հյուրընկալող ընտանիքներում կամ հարազատների տանը։ Մի քանի օր էլ կանցկացնեն ճամբարում։ Հայրենիքս է և հետ չեմ եկած, շատ ուրախ եմ, որ պիտի երտամ դեսնեմ անդեղերը, որ գանուս, երեմյան նգարներով դեսած եմ և իրական չեմ դեսած, և մամաս և բաբաս առաջարկեցին ինձի, որ ես ոստեղ կամ։ Կուզեմ սովորեմ ստեղ, մեդիցինսկի
Ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդների գրքում է, նա առաջինն ու միակն է աշխարհում, որին հաջողվել է 33 ժամ 2 րոպե 41 վայրկյան շարունակ 59 երաժշտական ստեղծագործություն կատարել։ Երաժիշտը նվագ ընդմիջել է յուրաքանչյուր ժամը 1-5 րոպեով։ Եղանակի մասին այսօրվանից մինչև օգոստոսի 4-ը պատրաստ եղեք բարձր ջերմային ֆոնի։ Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը դարձյալ կանխատեսվում է մինչև 38-39 աստիճան տաքություն։ Արևմտյան շրջանների բնակիչների բախտը ավելի շատ է բերել։ Օդերևութաբանները այսօր նրանց համար նույնիսկ կարճատև անձրև ու ամպրոպ են կանխատեսում։ Շոկի հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում 190-ով ավելացել է շտապ օգնության ծառայություն դիմողների թիվը։ Այս մասին օրակարգին տեղեկացրել է ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը։ 103 համարը հավաքել են առավելապես արյան բարձր ճնշում, գլխապտույտ, ջերմություն և սիրտ-անոթային քրոնիկ խնդիր ունեցողները։ Եվ լավ լուր Հայաստանի տապից ծովափնյա հանգստի մեկնողների համար։ Սև ծովի ափերին փոթորկի վտանգ այլևս չկա, թույլ է տրվում լողալ, հայտնում է Վրաստանի արտակարգ իրավիճակների վարչությունը։ 3 փոթորկի ժամանակ փրկարար ծառայության աշխատակիցները փրկել են 46 մարդու։ Ու մի եղանակային անոմալիա Ղրիմից այնտեղ 39 մարդ ցրտահարվել է։ Սև ծովի ափերին է մոտեցել սառը օդային հոսանք, ջրի ջերմաստիճանը կտրուկ իջել է։ Այսքանն էր հուլիսի 31-ի օրակարգում, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։